Ծաղիկների գերեզմանոցի է վերածվել Ձիածանի ամեն երկրորդ տան բակը, աստրոմերյաների պահանջը նվազել է, էլ ոչ մի խոշոր արտահանող չի մտնում Ձիածան։ Ովքեր շատ ունեն, իրանք հավաքում էին։ Մերն էլ էին տանում մյուսին։ Տենց գյուղից պատահական տարբեր մարդիկ տարել են։ Իսկ հիմա այդ չկա դուրս հանելու խնդիրը չկա, բանը չկա արդեն լուծ։ Դուստրիկը օրը 2000 հատ ծաղիկ է քաղում ջերմոցից, 3 օր ծաղկաքաղ է արել, հույսով, որ մեկը կգա դրանց հետևից։ Պատկերացրեք, 6000 հատ քաղել եմ, այդ կազմելա 50000 չի կազմե։ Այդքանը, դե դուք հաշվեք, ինչքան օգուտ տվեց ինձ, ինչքան ծախսեցի իրա վրա։ Ցույց տամ ջերմոց չի ծաղկան, չեմ մշակել, սա այլի թափեր, 6 տարի առաջ են Դավիթն ու Դուստրիկը տան հողամասը ջերմոցի վերածել։ Խնամքով աճեցրել են ամեն հատիկ ծաղիկը, բայց էլ ջանք չեն դնում։ Ինչի համար ծաղիկ աճեցնելը էլ եկամտաբեր չէ։ Բույսը սենց ծրված չի էլ է։ Այս որ ինքը ծաղիկ չի տալու ինձ, էս էլ թելերից դուրս չի էլ, նա ինչ ծաղիկ կա։ Մի վերջին հույս են ունեցել, որ անցած տարվա խնդիրը կլուծվի, ծաղիկներն էլի կարտահանվեն Ռուսաստան։ Ռիսկի են դիմել, վարկ են վերցրել մի քանի ամիս առաջ ջերմոցն ընդլայնելու, ծաղիկների քանակն ավելացնելու համար։ Ծաղիկներն աճել են, բայց եկամուտ դառնալու փոխարեն աղբ են դարձել։ Այն երաշխիքն ունենք, որ նորից ծաղիկ կդնենք, կշատացնենք, կծաղենք, լավ կլինի, բայց քանի sense տեսնելով էլ ծաղիկ չենք անի հաստատ։ Ապրիլի սկզբին լուր հասավ ջերմոցատերերին, որ Ռուսաստանը այս տարի էլ կասկածներ ունի հայ ծաղկագործների աճեցրած ապրանքի վերաբերյալ։ Կրեմլում Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր անց Ռոսել Խոսնաձորի ղեկավարը ընդգծել էր Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ու կենդանաբանական արտադրանքի աննախադեպ աճը։ Սերգեյ Դանկվերտը կասկածել էր, թե դրանք հայկական ծագման են։ 3 տարում Հայաստանից ծաղիկների մատակարարումները ավելացել են 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն միավոր։ Նույնն է նաև այլ ապրանքատեսակների դեպքում։ Դանկվերտը նշել էր, որ այդ կասկածների պատճառով Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ պահանջներ։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը չի մեկնաբանում Ռոսել Խոսնաձորի ղեկավարին։ Դրա կարիքը չկա, հայլուրին ասել է ՍԱՏՄ խոսնակը։ Իսկ ինչ անեն ծաղկագործները։ Էլի պահեղա, որ դուրս չգնաց, էլի լճացավ։ Հիմա նորից նույն վիճակն է։ Որպեսզի իրենց տանջանքը ջուրը չընկնի, վաղ առավոտից ամուսինները տեղական շուկաներ են տանում իրենց ծաղիկները։ Գուցե այս գեղեցկուհիներից մի քանի փունջ աղբամանի փոխարեն ծաղկամանում հայտնվեն, իրենց օգուտ բերեն։ Ինքը ծաղիկը այնց բան է, որ եւ ուրախության ապետ եւ տխրությանը։ Արժի անել, բայց որ այս պահ չի ծաղվում, մի օր նվիրեցի իր մեկին, բայց դա մի հատ չի, երկու հատ չի։ Ձիածանում ոմանք քանդել են ծաղիկների իրենց ջերմոցները։ Դավիթն ու Դուստրիկը դեռ հույսը չեն կորցնում։ Դե ես էլ կորցնեմ այդ հույսս, իմ տղեն ընդհանրապես կքանդի։ Հետո ինչ անի։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։